Եվ այստեղ մի դիտարկում կա, եթե բան չունեք ասելու, կարծեմ շատ ճիշտ է, բայց Հայկ Նահապետյանի հաղորդման տակ է պատվականն է գրել, շատ ճիշտ է, այդ քո ասածները լրիվ գիտի Փաշինյանը եւ 2026 թվականին Փաշինյանը ոչ Ռոբերտ Քոչարյանին ոչ էլ մեր ձևովին չի թողնի ընտրություններին մասնակցել։ Շատ ճիշտ դիտարկում, չմետավարտեմ էլի տիկին, շատ ճիշտ դիտարկում եք անում, շատ ճիշտ եք ասում, այո, բայց մենք սրա մասին ասում ենք, որ այս նույն գործիչները, այս թիմերը գիտակցեն եւ շտապեն եւ հասկանան, որ եւ հետեւություններ անեն, որ եթե դուք մտածում եք, որ միջև այս ամեն ինչը ասենք ինքն էլ է չէ տեսնում, որ եթե այս ուժերը միավորվեն, ապա իր համար շատ վատ է լինելու։ Նիկոլը հասկանում է, հետեւաբար ինքը հայտարարեց, ինքը արդեն ազգային ժողովի բարձրամբեց, ասել է չեմ թողել, այսինքն ձերբակալելու, այս մարդը ինչ ուզենալ է, դրա հետեւաբար պիտի հետեւություն անել եւ շտապել ու աշխատել եւ ավանակյական ջում չքնել, մտածել դե կգա կհասնի այդ ժամանակը, այսինքն պիտի եւ մեր ձևով հասկանա այդ մանկապարտեզային բաները թողնի շատ ավելի կազմակերպված, շատ ավելի արագ, շատ ավելի բան, այսպես փամփլիկ քաղաքականություն բանեցնելը թողնի, շատ ավելի ռադիկալ, շատ ավելի կոնկրետ, այսօր շարունակում է այդ մարդը փակված մնալ Սամվել Կարապետյանը, շարունակում են գերինել եւ շարունակում է Հայաստանը հանձնվել, այնպես որ նեյնիմով չպետք է շարժվել եւ սա վերաբերվում է նաեւ երկրորդ նախագահին եւ իր թիմի, որ պիտի շատ ավելի կատեգորիկ, շատ ավելի ռադիկալ, շատ ավելի ակտիվ լինեն, այնպես որ շատ ճիշտ բան դիտարկում էր ես մնում ավելացնեմ, որ միանշանակ համաձայն եմ Տիկին Թովմասյանի հետ, Նիկոլ Փաշինյան ամեն ինչ անելու է, ումից վտանգ զգում է, ամեն անհետագույն պատճառաբանություններով պետք լինի քվեարկությունից 20 րոպե առաջ ընտրական ցուցակից հանելու է։ Ես ուզում եմ հուսալ, որ հիմնական ընդդիմադիր դաշտի խաղացողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքից ինչպես Սանդուն Մոլդովայում ուներ դաբրո չգրանցել, լցնել բերթերը անելու է, բայց դա դե հիմա գիտեք, օրինակ շատ մի հատ սև հումոր է գնում, ճիշտն ասած շատ, հա, ես կարծում եմ, որ մենք հայերս ունենք, չէ, ամենածանր իրավիճակներում անգամ հումորի զգացումը չեն կորցնում, վաղարշաբաթի ընտրություններից հետո ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը, հիմա հումոր ա գնում, ասում է ընդդիմությունը պիտի շնորհակալ լինի, որ չի ընտրվել, այլապես կամ սպանելու են, կամ կալանավորելու են, սա այսպիսի հումորն է, սև դաժան հումոր ա, բայց ցավոք սրտի հումոր ա, որը շատ բնորոշ ա մեր իրականությանը, այսքանը։ Բայց ամենակարևոր բանը մնում է նաև այն, որ մարդիկ գնացին, չգիտեմ 40 քանի տոկոսը գնաց եւ ընտրեց, ասեց այո թուրքերին, այո Ալիևին, այո Փաշազադեին, հա, էլի նորից կրկնություն, այն որ դուք այտենց հարցակվել եք մի լրատվամիջոցի վրա, որ ինչի ա գրել պիտի մսկիթել լինի, ընդամենը փոխանցել է, բա Փաշազադեն ասում է ընդհանրապես չպիտի լինի, Հայաստան չպիտի լինի, հայ առաքելական եկեղեցի, բա բան չունես ասելու Նիկոլ։ Բա այդ քո թիմը բան չունի ասելու մի հատ, որ դուք հարցակվել եք այդ լրատվամիջոցի, որ թուրքական լրատվամիջոցին երկու պահանջել։ Բայց պիտի խնդրեմ նորից, թեպետ ձեր խոսքում հստակ ասեցիք Տիկին Զոհրաբյան, նրանք, ովքեր որ 21 թվականին չգնացին մասնակցեցին ընտրությունների, նրանք, ովքեր որ այսօր 21 թվականին այսօր չգնացին մասնակցեցին եւ նրանք, ովքեր որ գնացին թուրքական ուժերին ԿՊ-ին, ինչեր մեխակ Արգիշտի Մեխակյանին ձայն տվեցին, խնդրում եմ ձեր խոսքը նորից եւ ավարտեք։ 21 թվականին գնացին եւ ընտրեցին այս ռեժիմը, դուք եք հանձնել Կիրանցը, դուք եք հանձնել Տավուշի բնակավայրերը, դուք եք հանձնել Սևլիճը, Իշխանասարի մի հատվածը, այո, դուք եք հանձնել, դուք եք հայաթափել Արցախը, դա միանշանակ է։ Նրանք, ովքեր վաղարշաբաթում այն 44% ասեցին մենք թքած ունենք, կամ ալարեցին, կամ հավես չունեին, կամ ինչ որ պրոտեստ արեցին, հայտնի չէ թե ում եւ ինչի եւ չգնացին, դուք եք վաղը հանձնելու Տիգրանաշենը, դուք եք վաղը հանձնելու Ղազախի ձեր տունը, դուք եք վաղը հանձնելու իրանց ասած Ղազախի 3 գյուղերը, Տավուշի բնակավայրերը եւ նրանք, ովքեր 26 թվականին մտածում են, որ դե լավ է, ես չգնամ ընտրության, որովհետեւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես կրկնում եմ այսօր, երբ որ մենք ամեն օր կանգնած ենք երկիր կորցնելու շեմին, դավաճանի, ստահակի, ինչ ասեմ, հայրենավաճառի կարգախոսնա,
մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ նրանք ովքեր որ գնացին ընտրեցին Ալգիշտի Մեխակյանին, ԿՊ-ին, ես կարծում եմ, որ նրանք ովքեր գնացին, նրանք վաղը այսենց համհարզի նման կանգնելու են, երբ որ Ալիևը կիչնի այ հյուսիսային պողոտայի կենտրոնում իրանց կանանց եւ երեխաների հետ դուռը բացելու են եւ ասելու են Փաշա ջան արի ու մեզ մորթի։ Ցավոք սրտի սա է իրականությունը, բայց ինչ ասեմ, դա ձեր ընտրությունն է։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։